Կարող է AI-ը մի օր փոխարինել բժշկին, ինչ եք կարծում։ Ինչև մտածում եք, պատմեմ հայկական հաջորդ ստարտափի մասին։ Docus AI, նրանք ստեղծել են բժշկի օգնական։ Ստեղծվել է 2021 թվականին, հիմնադրել են Ռոբերտ Սարգսյանը ու Գևորգ Նազարյանը։ Ինչպես է օգնում Docus-ը բժիշկներին ու պացիենտներին, պատմում է ստարտափի թիմը։ Docus-ը տրամադրում է հարթակ դիագնոստիկ լաբորատորիաներին եւ հիվանդանոցներին։ Մենք ինտեգրվում ենք իրենց համակարգի հետ, նրանք քաշում պացիենտի ամբողջ պատմությունը ու դրա հիման վրա գեներացնում ենք երկու տեսակի հաշվետվություն, մեկ ուղղված բժշկին, բուժող բժշկին, այտենց ինքը շատ խորը կլինիկական վերլուծություն է, հավանական դիագնոզներով, համաձայն պրոտոկոլների, որոնք են հաջորդ քայլերը, երբ են դրանք հարկավոր, ինչու են հարկավոր։ Ու դրան զուգահեռ մենք գեներացնում ենք հաշվետվություն պացիենտի համար, որտեղ ավելի հասկանալի լեզվով բացատրում ենք, թե ինչ է իր հետ կատարվում ու ուղղորդում ենք արդեն բուժող բժշկին։ Այսինքն գնում եք ինչ-որ լաբորատորիա, որտեղ աշխատում են Docus-ով ու դուրս եք գալիս ոչ թե անհասկանալի անալիզների ցանկով, որ հետո էլ ChatGPT-ին հարցնեք, թե ինչ է նշանակում, այլ հասկանալի լեզվով բացատրությունն էլ հետը։ Docus-ի դեպքում AI-ը բժշկական լուրջ գիտելիքներ ունի, այն աշխատում է OpenAI-ի ու Anthropic-ի լեզվական մոդելների հիման վրա։ Ունենք մենք այտենց մի հատ բավականին մեծ հավաստի գիտելիքների աղբյուրներ, National Institute of Health, PubMed ու ոնց որ մենք մեր ագենտը այնտեղից վերցնում է համապատասխան գիտելիքը։ Պացիենտի համար վերլուծություն գեներացնելիս չեն ներառում տվյալներ, որ կարող են վնասել, օրինակ դեղորայք կամ հստակ ախտորոշում։ Դրանք անում է բժիշկը։ Ամեն հավանականությամբ դու քո կյանքի ընթացքում ունես տասնյակ հետազոտություններ, տասնյակ բժիշկների մոտ կոնսուլտացիաներ եւ այլն։ Երբ որ դու գնում ես բժշկի մոտ, ոչ մի բժիշկ ոնց որ չի կարող այդ ամբողջ իստորիան նայի, հա։ Առաջին անգամ ստեղծվել է գործիք, որը որ կարող է այդ ամեն ինչը վերլուծել ու բժշկի համար մի հատ կարճ 1 կամ 2 էջանի հաշվետվություն գեներացնել ու ոնց որ բոլոր կապերը գտնել եւ այլն։ Ռոբերտի խոսքով Docus-ի երկրորդ առավելությունը կապված է մարդկային գործոնի նվազեցման հետ։ Բոլորս էլ մեկ-մեկ սխալվում ենք, համակարգը օգնում է նվազեցնել հավանականությունը, որ բժիշկը կարող է բաց թողնել պացիենտի բժշկական պատմության որևէ կարևոր դետալ։ Բժշկական գիտելիքը շատ արագ տեմպերով աճում է։ Ցավոք սրտի ոչ բոլոր բժիշկները նույնիսկ մեծ ցանկության դեպքում տենց կարողանում են հետևել այդ նորություններին։ Այստեղ ոնց որ AI-ը դա ամբողջ անալիզ է անում։ Docus-ի գործիքներից մեկը AI ասիստենտն է, որը ունի երկար հիշողություն պացիենտի ամբողջ պատմության վերաբերյալ։ Ասիստենտի հետ հնարավոր է շփվել, հավելյալ հարցեր տալ, պատասխաններ ստանալ։ Արհեստական բանականությունը կախված քո հետազոտությունների արդյունքներից, եթե կան շեղումներ, ինքը հասկանում է, թե երբ է ճիշտ ժամանակը այս բուժարումի մոտ այսին շեղումներով հավելյալ տեստերի կամ կրկնակի տեստի ու ինքը ուղարկում է այդպես շատ անհատականացված հիշեցումներ, որ չգիտեմ, Անայ ջան, 6 ամիս առաջ դուք ես ինչ անալիզն եք հանձնել, ձեր մոտ կար շեղումը, հիմա ժամանակն է ոնց որ նորից կրկնել։ Բայց սկզբում այլ ուղղությամբ էին գնում, փորձում էին կապել զարգացող երկրների հիվանդանոցներին ու իրենց բժիշկներին զարգացած երկրների բժիշկների հետ։ Արդեն հասել էին մի քանի 100,000 օգտատերերի ամբողջ աշխարհից, բայց եկավ գեներատիվ AI-ի հեղափոխությունը ու փոխեց ստարտափի ընթացքը։ Հիմնական մեր ֆոկուսը այստեղ արդեն դառնում է տրամադրել ես ոնց որ հարթակը հիվանդանոցներին, լաբորատորիաներին։ Այսպես Docus-ը սկսեց կապել բժշկական կենտրոնն ու պացիենտին տեղափոխվելով ավելի շատ B2B դաշտ։ Անցած տարի Blood Cells լաբորատորիան առաջինն էր, որ փորձարկեց հարթակը։ Հայաստանում արդեն աշխատում ենք մի քանի մեծ լաբորատորիաների հետ, մի քանի մեծ հիվանդանոցների հետ։ Հուսով եմ մինչև տարվա վերջ դրանց ցանկը կավելանա։ Հիմնական մեր շուկան Միացյալ Նահանգներն է, բայց ոնց որ մենք ստանում ենք հայտեր տարբեր երկրներից, այս պահին ունենք հաճախորդներ Եվրոպայից, չգիտեմ, Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից, տարբեր աշխարհամասերից։ Հիմա նոր մի քանի եւս պրոդուկտներ շուտով արդեն պատրաստ կլինեն այդ ոլորտում, որոնք որ լաբորատորիայի օպերացիոնալ ծախսերն են կրճատում, Ամերիկայում այդպես շատ բարդ խնդիր է այդ compliance-ը, որպեսզի հետևեն պետական guideline-ներին, թե ոնց պետք է անեն եւ այլն։
այդ խնդիրն ենք փորձում լուծել եւ այլն եւ այլն։ Հիմա ուզում են մի փոքր էլ աճել ու ամուր դիրքերից նորից ներդրումներ ներգրավել։ Դոկու ստարտափի թիմը մեծ չէ, 10 հոգանոց թիմում ով ինչ հասցնում անում է։ Մի օր յունիքորն դառնալու, միլիոնավոր մարդկանց առողջության վրա մեծ ազդեցություն ունենալու համար։ Շատ պարզ է, էլի, ոնց որ այդ բանը, ոնց որ YC-ում ասում են, սարքի մի բան, որ մարդիկ ուզում են։ Մտածեցինք, որ ամենակարևոր բանը մարդկանց համար դա իրենց առողջությունն է, ու եթե կարող ենք այդտեղ ինչ-որ մի արժեք ստեղծել, երևի դա կլինի ամենալավ ընտրությունը։ Հետևեք How to be YouTube-ի էջին։ Մենք պատմում ենք բիզնեսի ու տեխնոլոգիաների մասին։